աղվան ինչու ես ընկճում, մռայլեցնում, պղծում ճշմարտությունը, այ ղախպալեզու դաշնակ։ Ուրեմն ձեզ ինչ ական է, Քոչարյան սատանու ապրանքի բանին կանգնել է, այդ հարահավաքի, ասում է Նիկոլը Սենսենից հասկանալի է, և ժխտելով մի սատանուն, հրամցնում է մեկ ուրիշ սատանա, Քոչարյան, ես քո նանդ պակ եմ աղվան, սատանա լեզուտ, իբր ընտրություն էլի, նու ոնց որ ասենք մեկը առաջարկի ձեզ, Հիտլեր չեք ուզում, Հեբելսին ընտրի, սատանա լեզուտ պապանձվի աղվան, ուրեմն ինչ ասեմ, իդեպ նշեմ, սա միշտ իմ դուրը չի եկել, ամենասկզբից, Խորհրդային Միությունը քարկոծողներից, բայց անտեղի, ասենք քննադատություններ կա ճիշտ արդար, եւ անտեղի էլի ավելորդ, սուտ, արդեն տասնյակ տարիներ անց Խորհրդային Միության փլուզումից հետո շարունակում էր այդ անասունը անտեղի քարկոծել ԽՍՀՄ-ն, այսօր է Քոչարյան, քո ռեխը պապանձվի, այդ սրիկա սատանա, տեսնում եք ինչքան չարիք բերեցին, սատարեցին, տարածում էր սատանա դաշնակները, որոնք անգամ այն դաշնակների հետ 20-րդ դարի սկզբի դաշնակների հետ ոսկե առնչություններ չունեն։ Դե հիմա տեսնում եք ինչքան շատ են թարախները, ինչքան ստոր ծախող ղախպեկ կան, եղտաջրերով հելել, ջրեղել են քաղաքական ասպարեզը։ Բայց նորից եմ կրկնում նիկոլական սրիկաների չկա թեկնածուներ, մի գնացեք, ոչ ոք մի գնացեք այդ ընտրություններին, այսինքն բոյկոտեք։ Եթե ով գնա ընտրություն անելու Նիկոլի օգտին, ուրեմն աշխարհի չարիքը, թափի վրեքը ջաներին ձեր ընտանիքների վրա, կաշվիկիդ վրա զգաք, դժոխքի արժանանաք հենց ձեր սատանա Նիկոլի առաջնորդությամբ։